Փոքր ժամանակվանից շատ նուրբ, բարի, երբեք չար բան չէր ասի, մանկապարտեզ էր հաճախում, շատ ակտիվ էր, եթե տեսնում էր, որ լացում եմ հանկարծ գալիս էր փաթաթվում էր, ասում էր մամ ջան մի լացի էլի, մանկապարտեզում հայրենասիրական երգեր էին երգում, պարում, հետո դրանից հետո մոտը երևի տպավորվել էր, 3 տարեկան էր, որ գալիս էր տուն, ասում ենք Էդգար ջան, ինչ ես ուզում դառնալ, ասում էր, ուզում եմ զինվոր դառնալ, ու չգիտեմ, իր նախասիրությունն էր, թե զգում էր, որ զինվոր պիտի նահատակվի, ես պարտեի, որ գնալու է ծառայի գա, բայց միևնույն ժամանակ շատ տխուր էի, չգիտեմ ինչի ներքին զգացողություններ, ինչեր, ինքն էլ պարտ էր, որ գնում է, բայց ինչ որ տխրություն կար աչքերում, նկարներում էլ երևում այդ տխրությունը, պարտ էինք, իրա դպրոցով իրանք ոմայի դասերին էին գնում, Քարվաճառի սարերում գնում էին ջոմարդ գյուղներ կարծեմ, սովորում էին հրաձգություն, լեռնագնացություն, գետնանցում, վերջին անգամ խոսել եմ իր զոհվելուց մի օր առաջ, հոկտեմբերի 29-ին երեկոյան զանգեց, սրուցում էինք, ասեց լավ է մամ ջան, բայց ձայնը դուրս չեկա, որովհետև կողքից ինչ որ ձայներ էի լսում, ասեց Էդգար ջան, հանգիստ է այդտեղ, հա մամ ջան, հանգիստ է, ինքը երբեք չի դժգոհե ոչինչից, մենք նույնիսկ չենք էլ իմացել, որ ինքը առաջնակցում է եղել, որտև ցույց չէր տալիս, դա ասում էր ես ապահով եմ։ Տենց միշտ լավ է, նորմալ է, դուք ասեք, դուք ոնց եք, մեր մոտ սաղ լավ է, մեզ ինչ ա եղել, բայց հետո որ իմանում եք ամենաթեժ տեղերն է էլ եղել։ Տենց հիմնականում շփվել եմ մի զինակից ընկերոջ հետ, իներ կյանքն է փրկել, 11 հոգով շրջափակման մեջ են եղել, տենց հնարավոր չի եղել էլի, որ իրանք փրկվեն, տենց շատ քիչ է եղել, տենց գլորի մեջ են եղել, ընդհանրապես շանս չունեցել դուրս գալու, տենց Էդգարից հետ են կապնվել, Էդգարն էլ հաշվարկ տվողն է եղել, ամենակարևորը էլի, ամենաճիշտ կետին կարողացել է խփի, տենց ոչնչացնելով թշնամուն ու փրկել է մեր տղեկի կյանքը էլի։ Ես իրանից մեծ եմ տարիքով ու ինքը միանգամից էլի մեծացավ ու իմ համար ընկեր էր դարձել, խորհրդատու էր դարձել։ Ես արդեն իրան տարիքով փոքր ինձնից չէի պատկերացնում էլի։ Իրոք ոնց որ բոլորիս մեծ ու հասուն լիներ միանգամից։ Ես իր մեջ միշտ հիշում եմ, որ շատ թեթև էր էլի ամեն ինչ տանում ու շատ թեթև էր կյանքին նայում։ Ես օրինակ ավելի բարդ եմ նայում, ինքը ինձ միշտ ասում էր, ինչ ես ամեն ինչից լացում, ինչ ես ինձ ծանր տանում։ Կարանտին անցավ մարտունի 2-ում, հետո տեղափոխվեց օգոստոսի 11-ին, երբ որ պրիսիական ընդունեց, տարան Ջաբրայիլ, արդեն իր հիմնական ծառայության տեղը, այնտեղ ականանետ էր, օրը մի անգամ գոնե պիտի զանգեր։ Դե ես տենց ամեն օր չէի խոսում, ընդհանրապես կողքից ձայնը որ լսում էի, որ մամանք խոսում էին, որ այդքան ժամանակ չտանեմ։ Ու միշտ որ զանգում էր, ասում էր դասերդ ոնց է, ծիծաղալ էր էլի, որ ինքը պատերազմի մեջ իմ դասերից էր հարցնում։ Բայց ինքը ոչ մի բան չէր պատմում էլի իրանից, մենակ մեզնից էր հարցնում։ Դա ոլորտի մասնագետ էր ուզում դառնալ, 2 տարի սովորել էր արդեն, 2 տարուց պիտի գար, նորից շարունակեր 2 տարի իր դա ոլորտի ծրագրավորման իր մասնագիտությունը, ուզում էր լավ մասնագետ դառնալ, ընդհանուր առմամբ բնույթով լուրջ, շատ լուրջ տղա էր, իր հասակակիցների համեմատ լուրջ, համեստ, մեծին շատ սիրող, հարգող։ Էդգարը շատ ուշիմ խելացի փոքր ժամանակվանից տղա էր։ Հիշում եմ, որ ասում ենք Էդգար ինչ ես ուզում դառնալ, պապի զինվոր։ Հենց փոքր ժամանակվանից իր երազանք կատարվեց։ Շատ լավ տղա էր, լավ էր սովորում, աշխույժ տղա էր, լավ սպորտսմեն դառավ իսկական զինվոր հետագայում։
շուտ մեծացավ աշկներից դեմ։ Մենք էլ չհասկացանք Էդգարը երբ մեծացավ այդքան։ Ինչ արած շատ բաներ կարելի ասել նրա համար։ Զանգում ենք խոսելու համար նրա հետ, ասում էր շատ լավ է, ոչինչ չկա։ Բայց դե առաջորդանից դրան տանելուց հանել են առաջիկից նոր փոքր տղան։ Նա իր ջանքն ու կյանքը չի խնայել պատերազմի համար, թշնամուն ջախջախելու համար։ Ինչ ասեմ, մեր թորնիկը մի անփոխարինելի տղա էր։ Ցավում ենք հիշում, բայց ինչ կարող ենք անել։ Ես եմ գրել, բնութագրել եմ Էդգարին, էլի, ես ավելի շատ ոչ թե գրել եմ բանաստեղծություն ու մտքովս անցավ ուզում եի գրեի, դու իմ ընկեր հզոր կանգուն, դու մեր հերոս ամբողջ կյանքում, դու քո արյան վերջին գնով, անմահացար հավերժ փառքով, դու քո արի ու մեծ ուժով պահեցիր մեզ խոստում տալով, ես կռվում եմ լավ իմացեք, թե պետք լինի կյանքս էլ կտամ, միայն լինեմ հավատացած, որ բոլորդ այս չարամիտ մեծ աշխարհում կապրեք խաղաղ ու անվարան։